Մի բան հնարավոր է անել։ Լևոն ջան, որ այս գործը մտնի դատարան, դու միանշանակ դատը կշահես։ Դե նկատի ունեմ, որ իրենք ոչ մի բան չեն կարող վաճառել։ Նրանք դրա իրավունքը չունեն։ Շատ լավ։ Ես որտեվ երբեք թույլ չեմ տա, որ հորս տարիների չարչարանքը ինչ-որ մեկը ջուրը գցի։ Ես այս գործը կվերցնեմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ինչի համար արժե մարդուն օգնել, ով արդարություն է ուզում։ Հիմա ասեք, իմ անելիքը որն է, ես ինչ պիտի անեմ։ Լևոն ջան, ինձ փաստաթղթերն են պետք։ Ես պիտի այս գործը լավ ուսումնասիրեմ։ Կբերեմ փաստաթղթերը։ Լավ, իսկ ով հիմա տնօրեն է նշանակված, կարող եմ նրա վրա հույս դնել։ Իհարկե։ Ես հենց այսօր էլ կծանոթացնեմ ձեզ Արմանի հետ։ Դե ուրեմն ժամանակ չկորցնենք։ Շատ լավ։ Շնորհակալ եմ։ Ինչի համար։ Ես միշտ պատրաստ եմ օգնել։ Արտեմ, գնացինք։ Չէ, լավ ջան, դու գնա։ Ես հետո կզանգեմ քեզ կմիանամ, լավ։ Լավ։ Հաջողություն։ Զանգիդ եմ սպասում, Լևոն։ Շատ լավ։ Հաջողություն։ Նելի։ Բարև։ Չես ուզում ինձ ներս թողնել։ Ոչ։ Լավ, դե իզուր եմ եկել, ես գնացի։ Չէ, իզուր չես եկել, ընկեր Պետրոսյան։ Պարզապես մենք պատուհանից մի բան տեսանք, որը մեզ շատ հետաքրքրեց։ Ու մենք շատ անհամբեր ենք։ Ով էր։ Ծանոթ էր։ Դատելով ծանոթիդ հայացքից կասեմ, որ Ոչ մի բան էլ մի ասա, Նելի, նա ընդհանրապես պապայի գործընկերն է։ հայրիկիդ գործընկերը շատ համակրելի տղա է։ Գիտես, մի վաճառ է այդ բաժնի տոմսերը։ Նելի։ Ու շատ սիրալված հայացքով քեզ էր նայում։ Նման բան չկա։ Կա, պարզապես դու չես նկատում։ Չնայած տենց հայացքը հնարավոր չի չնկատել։ Վերջ, էլ ոչինչ չասես։ Կասեմ, եթե իմանայի տենց բան կար, չէի թողնի իմ տուն գաս։ Նելի։ Զանգի, ինչ էր անունը։ Ալեքսանդր։ Վաու։ Ալեքսանդր, լավ է։ Եթե մեր Ալեքսանդրը Մակեդոնացու պես համառ եւ նպատակասլաց լինի, կարծում եմ ընկերուհու սիրտը շուտ կգրավի։ Նել։ Լավ, վերջ կատակ եմ անում։ Բայց կատակից կեսը լուրջ ընդունիր կլինի։ Իմ թեման փակենք։ Ոչ։ Ոնց անցնենք քեզ, Նելի։ Քոն ավելի հետաքրքիր է։ Ար, ես ուզում եմ, որ կողքիդ արժանի մարդ լինի։ Ու կարծես, այդ արժանի մարդը գտնվել է։ Մի քիչ չեք շտապում, ընկեր Գալստյան։ Մենք անհամբեր ենք, ասեցի, չէ։ Ու կարծես թե քաղցած։ Շատ։ Ես գնամ տեսնեմ ինչ է պատրաստում ձեզ համար։ Դու տեսար Գեղամ։ Ես ոչ մի բան էլ չտեսա, Լիզա։ Գեղամ Գևորգը չի ուզում ինձ հետ հաշտվել։ Այդ արդեն քո պրոբլեմն է։ Մենք այդ մասին խոսել ենք։ Ես հոգնել եմ ձեր այդ ամենօրյա գզվրտոցներից, հոգնել եմ։ Ուզում եմ տուն գալ ու թթված դեմքեր չտեսնեմ։ Վերջապես ես էլ եմ մարդ, ուզում եմ հանգստանալ։ Գեղամ Գևորգը չի ուզում լսել հաշտության մասին։ Ես էլ չգիտեմ ինչ անեմ, ես ամեն ինչ արեցի դրա համար։ Լիզա, մտքովդ չի անցել, որ Գևորգը քո այդ խոսքերը կարող է ուզում էր ավելի շուտ լսեր։ Գեղամ ինչ կապ ունի շուտ թե ուշ։ Գևորգը կարա մոռան այն ամեն ինչ որ եղել է ու նոր կյանք սկսենք բոլորս միասին։ Լիզա, քեզ ինչ էր թվում, որ Գևորգը քո այդ խոստովանություններից հետո պիտի թռներ ճակատը թամփուրեր, հա։ Բայց Լիզա, ամեն ինչ շատ է խորացել։ Ու մի օր ես կարող եմ չդիմանամ ու պայթեմ։ Գեղամ, բայց ախր Ոչ մի բայց։ Սենց էլ չի կարող շարունակվի։ Ես այս ամենը էլ չեմ կարող հանդուրժել։
Դու չես կարողանում այդ ամենը հանդուրժել։ Գևորգն էլ չի պատրաստվում հաշտվի, ես ինչ անեմ։ Ինձ մնում է այս տնից գնալ, հա, այդ է ուզածդ։ Գևորգը այս տնից չի հեռանա, դա բացառվում է։ Ուրեմն ես եմ այս տնից հեռացողը։ Ես էլ քեզ պետք չէ։ Լիզա, ամեն ինչ նորից մի սկսի։ Եթե տենց հասկացար, թող տենց էլ լինի։ Ես իմ խոսքը ասեցի։ Գևորգը այս տանը իմ հետ պիտի խաղաղ մթնոլորտում ապրի ու վերջ։ Ուզում ես նորից փորձի։ Ուզում ես անհնարին արա, ինչ ուզում ես արա։ Բայց տղայիս հետ լեզու գտի։ Տնից վռնդելու ամենադասական տարբերակն ես ընտրել։ Գևորգը չի ուզում հաշտվի, ես ինչ անեմ։ Գիտես Գեղամ, եթե ուզում էիր, որ ես գնայի, կարող էիր ուղղակի ասել, որ հոգնել ես ինձնից։ Այդքան բան։ Ոնց ուզում ես հասկացի, ես հոգնած եմ, գնում եմ հանգստանամ։ Դե բա իհարկե, գնում ես հանգստանաս։ Իսկ ես ով եմ։ Խաղալիք էի, չէ, խաղացիք ու դուրս եք հիմա շպրտում։ Գնում եմ հանգստան։ Իզուր մնացիր։ Չէ։ Ես վաղուց քեզ չի տեսել։ Ուզում եի տեսնել։ Պետք չի Արտյոմ, քեզ չի սազում։ Ինչի չի սազում եւ։ Ստել է։ Ես քո մեջ միշտ գնահատել եմ անկեղծությունը։ Դու միշտ անկեղծ ես եղել։ Բայց հիմա դու Եվ այս հիմա էլ եմ անկեղծ։ Չէ, Արտյոմ։ Անկեղծ չես։ Ինչի։ Ինչքան ժամանակ է ես քեզնից անգամ լուր չունեմ։ Եվ ես իրոք շատ զբաղված եմ։ Համենայն դեպս ինչքան էլ ես զբաղված լինեմ, ինչքան էլ իմ ժամանակը չբավականացնի, ես միշտ իմ ընկերների համար ժամանակ գտնում եմ ու ստեղծում, եթե իհարկե կա ցանկություն։ Ամոթիվացնում ես եւ Բոլորովին։ Ուղղակի ճշմարտությունն եմ ասում, Արտյոմ։ Արտյոմ, դու ինձ զանգելու ժամանակ չունեիր։ Եվ Լավ, Արտյոմ, արի էլ ոչ ոք չխոսենք։ Ես իզուր քեզ նման բան ասեցի, դա քո կամքն է։ Իսկ ես միշտ ուրախ եմ քեզ հետ խոսել, քեզ տեսնել։ Եվ կավարտես աշխատանքդ։ Ինչի համար, Արտյոմ։ Դե ուզում եմ քեզ հրավիրել սուրճ խմելու։ Ես այստեղ էլ կարող եմ քեզ սուրճ հյուրասիրել։ Բայց ես ինքս եմ ուզում քեզ սուրճ հյուրասիրեմ։ Ես մի ժամից քո տրամադրության տակ եմ։ Ես անհամբեր կսպասեմ։ Լավ։ Դե, ավերջան։